Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ քաղաքագետ Բարդուղ Գալստյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել նաև Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարի ձեզ, պարոն Գալստյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Դե կսկսենք մեկ այլ թեմայից խոսել, օրինակ ինչ եք անում արցախցիների հետ կապված, որովհետև բավականին ծրագրեր ունեք արցախահայության հետ կապված, ինչ կա ձեր քաղաքական ուժի ներսում ինչ պլաններ, ինչ ծրագրեր, բայց Նիկոլ Փաշինյանը փաստորեն խոստացավ եւ ձեռք չի քաշում հայաստանյաց առաքելական եկեղեցու հետ կապված այդ թունջուկը շատ արագ լուծելուն։ Այսպես ասած, հակամարտությունը շարունակվում է եւ ամեն օր մեկ կամ երկու նոր գրառում, որը նորից հանրությանը փոթորիկ իրավիճակ է ստեղծում, քննարկումներ են ստեղծում, ոմանք կողմ են այս իրավիճակին, գտնում են, որ վարչապետի սկսած գործը տեղին է, ոմանք գտնում են, որ վարչապետը այս գործընթացի հետ բավական ընդհանրապես պետք է կապ չունենա եւ ինչպես ինքն է գրել, ոմանք էլ այս գործընթացները կապում են նաեւ հարևան երկրի հայտարարությունների հետ։ Ամեն դեպքում ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը այսօր։ Մենք հիշում ենք, սկսվեց հայախառն ինչ-որ մի գրառումից, ընդ որում հասարակությունը կարծես թե չէր ուզում հավատալ, որ դա վարչապետի գրառումն է եւ բոլորը սպասում էին հերքման, որ էջը կոտրել են, բայց ոչ միայն հաստատվեց, այլ այդ շարանը սկսեց շարունակվել։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին կեղծավորների եւ փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են թուրքական կամ ադրբեջանական հետք տեսնել։ Այս մեթոդը օգտագործողները, այդ թվում արտաքին ուժերին հնարավորություն են տալիս ցանկացած առողջ դիսկուրս խափանել, ցանկացած բարեփոխում վիժեցնել եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պահել փակ ուղու մեջ, ինչպես այսօր է։ Ոմանք հանդես են գալի Կտրիչ Ներսիսյանի պաշտպանության դիրքից, ինչն եք պաշտպանում, ում եք պաշտպանում, սուտը, կեղծիկը, պղծությունը, այսպիսով պաշտպանում եք ինքներդ ձեզ եւ դուք շանս չունեք։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Սա Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումից է, ընդ որում արդեն խոսում է Կտրիչ Ներսիսյան եւ ոչ թե կաթողիկոս։ Նախ սկսենք անդրադառնալ առաջի գրառումից Փաշինյանի, որը իմ համար գոնե խիստ անընդունելի է դոգի լեքսիկոնը հանրային տիրույթ, հանրային խոսույթ մտցնելու եւ հայախառն այդ խոսելավոճը որպես քաղաքական միտք ներկայացնելու իր պահելաձևը, ինչքան էլ ուզում է վիրավորված կամ վշտացած լիներ կաթողիկոսի եւ նրա շրջապատի գործողություններից եւ վարվող քաղաքականությունից։ Ես կարծում եմ, որ դա ընդունելի չէ, որովհետեւ ցանկացած դեպքում երկրի առաջի դեմքը կոռեկտություն պահելու եւ սթափ վերլուծելու ունակություն պետք է ունենա, որը չտեսան գոնե այդ գործընթացներում, սկզբնական գործընթացներում։ Ինչ վերաբերում է եկեղեցուն, կարծում եմ եկեղեցին գրեթե կապ չունի կաթողիկոսի եւ կաթողիկոսի շուրջը հավաքված բարձրաստիճան կղերականների հետ, որովհետև դեռ սկզբից էլ հայտնի էր կաթողիկոսի ընտրվելուց հետո 99 թվականից հետո, որ այս կաթողիկոսը այնքան էլ կաթողիկոս չէ եւ անհասկանալի ճանապարհներով դարձավ կաթողիկոս, որը ունեցավ խիստ բացասական ազդեցություն հայ առաքելական եկեղեցու եւ եկեղեցու հետևորդների, մեր ժողովրդի, հավատավոր ժողովրդի համար։ Դա հարցի մի կողմն է, ես եւս չեմ ընդունում կաթողիկոսին իր բոլոր գործողություններով եւ պահվածքով, սակայն կարծում եմ, որ այս անձնական վիրավորողների դաշտում քաղաքական այս խժդժությունները խիստ բացասական են անդրադառնալու մեր հանրության վրա։ Ես կարծում եմ, որ կաթողիկոսը այո ոչ թե կուսակրոնության կարգը խախտելով ինչ որ քեռակնոջ հետ հարաբերություն ունենալով երեխա ունենալով դրանով է բացասական իմ համար եւ անընդունելի ժողովրդի համար, այլ շատ ավելի լուրջ պատճառներ կան եկեղեցում, հենց նրա օրինակ նրա պահվածքը մեր հարևաններից մեկի դաշնակից իուրե դաշնակից դե ֆակտո ճիշտ հակառակը մեր պետության գործակալը լինելու, նրա ցուցումներով առաջնորդվելու քաղաքականությունը հենց միայն բավական է, որը վկայում են նրա կողքը հավաքված համախմբված այն քաղաքական միավորներն ու այն քաղաքական դաշտը, որն այսօր սատարում է նրան։ Նկատում եք Ռուսաստանի իհարկե, ինչի մասին է խոսքը, միանշանակ, դա է վկայում նաև նրա շքանշանների ստանալը ռուսական կողմից, դա է վկայում նաև Ռուսաստանում իր եղբոր թեմի առաջնորդի
հայատյաց հակահայ քաղաքականության գործունեությունը, այսինքն գործընթացներ, որոնք արդեն իսկ ապացուցում են այդ մարդու ոչ հայկական լինելու, ոչ հայեցի լինելու, ոչ հայանպաստ լինելու քաղաքականությանը, տեսակին։ Եթե հետ անդրադարձ կատարենք հայ առաքելական եկեղեցու 1700-ամյա պատմությանը, մենք կարող ենք վստահ ասել, ունեցել ենք կաթողիկոսներ, Խրիմյան հայրիկի նման, Գևորգ 5-րդ կաթողիկոսի, Վազգեն առաջինի նման կաթողիկոսներ, որոնք իսկապես եղել են հայրապետներ, եղել են մեծ հեղինակություն վայելող անհատներ, անհատականություններ, որոնց ժողովուրդը սրբադասել էր, ոչ միայն եկեղեցին, այլ ժողովուրդն է սրբադասել, բայց ունեցել ենք նաև կաթողիկոսներ, ունեցել ենք նաև բարձր կղերականներ, որոնք Հայաստանի պետականության թագավորությունների կործանման հիմք են եղել։ Այսինքն չի նշանակում, եթե կաթողիկոս են, հետևաբար սրբացված են եւ եկեղեցին կարելի է անմիջապես հոգեվոր կյանքը կարելի է անմիջապես կապել այդ անձանց։ Ինչ վերաբերում է այդ մարդու կարգալույծ անելուն, կարծում եմ, որ քաղաքային իշխանությունների գործը չի, սակայն եթե հիշենք տարիներ առաջ 18 կարծեմ 19 թվականներին որոշ եկեղեցիականներ, նաև հասարակության առողջ մի խումբ պայքարի էր դուրս եկել փողոց, Սուրբ Աննա եկեղեցու բակում, նոր Հայաստան, նոր հայրապետ կարգախոսով պահանջում էին կաթողիկոսի հրաժարականը, չգիտես ինչու այդ ժամանակ օրվա իշխանությունները լռեցրեցին, հանդարտեցրեցին այդ բողոքի ակցիան եւ կարծես ամեն ինչ նորմալ էր։ Երբ որ հասել է խնդիրը նրան, որ 26 թվականի նոր ընտրություններում նոր process-ներ են տեղի ունենալու, այսօր հիշել են կաթողիկոսին, կաթողիկոսի բարքն ու բարոյականությունը, չեմ կարծում, որ նրանք նոր իմացան եւ մի քանի օրվա պատմություն ընդամենը կաթողիկոսի ոչ կուսակրոն լինելու, քերակնոջ հետ հարաբերություն ունենալու, երեխա ունենալու փաստը։ Դա իմ համար եւս ընդունելի չէ, սակայն դա չէ հիմնական պատճառը կաթողիկոսին փոխարինելու, կաթողիկոսին նոր ավելի առողջ հոգեվորականով փոխելու հիմնական նպատակը, սակայն իշխանությունները այս երևույթը տանում են ավելի անձնական տիրույթ, որ ընդունելի չէ շարքային քաղաքացիների համար։ Տեսեք, ասում եք տանում են անձնական տիրույթ եւ Նիկոլ Փաշինյանը այսօր պատասխանել է նաեւ քաղաքացիների այն հարցին, թե ինքը ունի կաթողիկոսի թեկնածու, թե ոչ։ Պատասխանել է, որ ցավոք չունի եւ բայց ունի կաթողիկոսի նկարագիր, այսինքն ինչպիսին պետք է լինի կաթողիկոսը։ Հիմա այս թնջուկը, տեսեք, դուք ասում եք, սա փաստորեն համարում եք, որ պահվել է դարակում եւ նախընտրական այս շրջանում, կարելի է այսպես ձևակերպել, ընտրությունից առաջ Նիկոլ Փաշինյանը սկսել է շահարկել։ Ենթադրում եմ, այո, որովհետեւ տեսեք, հավատացյալ ժողովրդի մասին ենք խոսում եւ մենք տեսանք օդանավակայանում, ինչպիսի հասարակությունը ամեն դեպքում հանրությունից մարդիկ հավաքվեցին, դիմավորեցին կաթողիկոսին աջակցություն։ Հիմա մայրաթոռում հերթապահություն են նշանակում սրբապիղծներից, մի խոսքով, այնպես չի, որ հասարակության ամբողջ 100%-ը Նիկոլ Փաշինյանի հետ համամիտ է։ Ես չեմ խոսում Նիկոլ Փաշինյանի հետ համամիտ լինել չլինելու մասին, ես խոսում եմ կաթողիկոսի կերպարի մասին։ Իսկ կաթողիկոսի կերպարը ազգի զգալի մասի մոտ անընդունելի է։ Իսկ այնտեղ հավաքված դհոլ զուռնայով օդանավակայան գնացած հասարակության զգալի մասը նախկին քաղաքական միավորների ռուսական 5-րդ Շարասյան ներկայացուցիչներն են եւ նրանց հետևորդները, որոնք գնացել են ցույց տալու համար, որ նրանք հավատավոր իսկական հավատացյալ հայ ժողովուրդ են եւ ամեն ինչ անելու են հայ եկեղեցին փրկելու։ Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի պայքարը եկեղեցու առողջացման դեմ է, սակայն նաև չեմ մտածում, որ կաթողիկոսին հանելը, կաթողիկոսին մեկ այլ կաթողիկոսով փոխարինելը հայ եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու հիմքերից հասանում է, որովհետև նորից եմ կրկնում, եւ կաթողիկոսը եւ նրա շուրջը հավաքված բարձր կղերականները ընդհանրապես այդ սքեմի տակ կարողանում են կոչել շատ այնպիսի բաներ, ինչպիսին առևտրային, բիզնեսային ծրագրերն են, նույնիսկ խոսակցություններ են տարվում օֆշորներում գումարներ ունենալու մասին, որը անընդունելի է հայ եկեղեցու համար։ Թնջուկը ինչպես պետք է լուծվի, փաստորեն կաթողիկոսը պետք է, այսինքն պետք է նոր ընտրությունների գնալ, թե Ես կարծում եմ այս թնջուկը լուծում չունի եւ սա ձգձգվելու է մինչեւ 26 թվականի ընտրությունները, որը կարծում եմ այս բային ձեռնտու է գործող իշխանություններին նոր դիվիդենդներ շահելու եկեղեցու, ոչ թե եկեղեցուն, այլ եկեղեցու պարագլուխներին քարկոծելով նոր ընտրազանգված ձևավորելու համար։ Այս թնջուկը կարող է լուծվել միայն այն դեպքում, երբ կկարողանան հստակ փաստերով ապացուցել նրա ոչ
ազնիվ ոչ արդար գործունեությունը, այլ ոչ թե զուտ անձնական ինչ որ կուսակալության հետ կապված խնդիրները։ Եթե կարողանան իսկապես ապացուցել, որ կաթողիկոսը երեխա ունենալու մասին չի խոսքը, խնդիրը երեխա ունենալու չէ։ Եթե փաստեր ունեն, որ իսկապես եկեղեցին գործում է հակահայի գործունեություն է ծավալում, եթե եկեղեցին ուղղորդվում է եւ ղեկավարվում է այլ պետության գաղտնի ծառայությունների կողմից, եթե իսկապես կան այդ բիզնես թնջուկը կա օֆշորների հետ կապված խնդիրները, ինչու՞ չէ, ես համաձայն եմ, որ այո, եկեղեցում տեղի ունենա փոփոխություն, բայց ոչ զուտ անձնական ֆոնի վրա, որը առաջ են քաշում այսօրվա միայն օրենքով եւ օրենքի միայն եւ միայն ապացուցելով ժողովրդին, որ այո, այս մարդը իրավունք չունի եւ արժանի չէ լինելու հայ հոգեվոր ազգի հովիվը։ Օդանավակայանի դեպքի մասին խոսեցինք, դա ինչ որ մեսիջ ուներ այդ հավաքը, այդ կազմակերպված, ճիշտ է, այդքան շատ մարդ չկար, բայց մենք տեսանք ինչ դեմքեր են, ովքեր են, ընդ որում հետո ցուցակներում ինչ որտեղ գրվեցին, թե որ թեմի առաջնորդները բացակայում էին, չեն եկել այդ Ովքեր պետք է լինեն այն թեմի առաջնորդները եւ այն ղեկավար հոգեվորականները, որոնք անմիջական կապ ունեն կամ կաթողիկոսի հետ կամ վախից ելնելով փորձում են, այսպես ասած, նրա ջրաղացին ջուր լցնել մեկ, եւ երկրորդը իսկ ով էր հավաքվել օդանավակայանում հավաքվել էին նախկին իշխանության մնացորդները, Վանեցյանի գլխավորությամբ, դաշնակցական մի քանի պատգամավորներ եւ ներկայացուցիչներ, որոնք բաց պաշտպանում են իրենց, այսպես ասած, գործընկերոջը, ռուսական գործընկերոջը, որը ավելի ակնհայտ է դարձնում մեր կաթողիկոսի այլ պետության գործակալ լինելու փաստը, իմ կարծիքով։ Խոսում ենք ռուսական գործընկերոջ մասին, բայց պարոն Գալստյան, Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության նախագահը Փաշազադեն էլ կարծես թե անտարբեր չի եւ հայտարարություններով է հանդես գալիս։ Մեկ անգամ հայտարարում է, որ մեր առաքելական եկեղեցին վտանգավոր է տարածաշրջանի համար, հիմա այլ հայտարարում է, որ մեր եկեղեցին ռևանշիստական քարոզ է անում եւ իր ժողովրդին տանում է դեպի աղետի։ Ընդ որում նա կոչ է անում եկեղեցիական համաշխարհային խորհրդին չաջակցել ռևանշիստական քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղությունը։ Սա կարող է եւ զուգադիպություն լինել այս գործընթացների հետ, կարող է եւ իսկապես միտումնավոր հայտարարություն լինել, նույնպես Ռուսաստանի կողմից հրահրված, հակառակ կողմին ավելի դյուրագրգիռ դարձնելու, ավելի ակտիվացնելու process-ները Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ Հայաստանում շահեկան կողմը Ռուսաստանի շահեկան վիճակն այն է, որ Հայաստանում լինեն քաղաքական խժդժություններ, որից կարող է օգտվել Ռուսաստանը։ Դուր Մարտու Վանեցյանը քաղաքացիական քաղաքացիական պատերազմներ կարծես թե չէր հերքում, որ իհարկե, որովհետև եթե խոսվում է այսօր եկեղեցու դեմ ինչ որ process-ների դեպքում քաղաքացիական ընդվզումների, քաղաքացիական ինչ որ խժդժությունների մասին, դա եւս խոսում է Ռուսաստանի քաղաքականության մասին, որովհետև Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ այս տեմպերով 26 թվականին ինքը եւս շանս չունի իր հիմնական տեխնացուին կամ տեխնացուներին Հայաստանի ղեկին տեսնելու, հետեւաբար ամեն ինչ պետք է արվի մինչև 26 թվականի ընտրությունները այս տարածաշրջանում իր ազդեցությունն ավելի մեծացնելու։ Եկեղեցու հետ կապված այս իրավիճակի իրադարձություններին մենք կհետևենք, որտեղ ամեն դեպքում արագ են եւ ինչպես ասացի Նիկոլ Փաշինյանը խոստացել է միջև վերջ գնալ եւ տեսնենք այդ միջև վերջի ավարտը որտեղ կլինի։ Հիմա անդրադառնանք, թե մեր ներքաղաքական կյանքում ինչ է տեղ ունենում։ Վարչապետին անվստահություն են հայտնում, սա էլ է կարծես թե դարձել արդեն խնդրահարույց, 1-2 խմբակցությունները ընդդիմադիր իրար կամ հասկանում են կամ բանակցություններ են անում, հետո մեկն է հայտարարում 6 ստորագրությունները արդեն ունենք, հետո մյուսն է հայտարարում 28 ստորագրություններ ունենք։ Ամեն դեպքում 2 ստորագրություն պակասում է։ Ինչ է լինելու այստեղ եւ արդյոք այս անվստահության գործընթացը իրոք իշխանափոխության համար է կատարվում։ Կան տեսակետներ, որ այս ամենը արվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Մի խոսքով ձեր կարծիքը այս իրավիճակի հետ կապված։ Որ սա ավելի շատ շոուի է նմանվում, որովհետեւ իրենք էլ շատ լավ հասկանում են, որ իրենք համատեղվելու, համախմբվելու խնդիր ունեն, նույնիսկ երկու թևերը, որոնք ուղղորդվում են մեկ կետից, ղեկավարվում են եւ ֆինանսավորվում են մեկ կետից, նրանք եւս այս մեր քաղաքական դաշտում համատեղելու իրենց ուժերը, ջանքերը համատեղելու խնդիր ունեն, որից օգտվում են նաեւ օրվա իշխանությունները։ Կարծում եմ այս գործընթացները վերջնական արդյունք, դրական արդյունք իրենց պատկերացմամբ դրական արդյունք ունենալ չեն կարող, որովհետեւ նախ քվեի խնդիր ունեն, իսկ այդ երկու քվեն բավականին
լուրջը, իսկ ինչ վերաբերվում է իմ քայլը եւ պատիվ ունեմ եւ Հայաստան դաշինքների ջանքերի միավորմանը, կարծում եմ, որ վերջնական արդյունք ունենալ չի կարող։ Այսինքն դրանք չեն միավորվի։ Միանշանակ չեն միավորվի, որովհետեւ դրանից առաջ եւս հայտ էր ներկայացվել Հովիկ Աղազարյանի, Էդմոն Մարուքյանի եւ Եվս մի պատգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, որը դուրս էր եկել Հակոբ Ասլանյանի կազմակերպած եւս մի միջոցառում, որը այսպես ասած ծիծաղելի թվաց ընդդիմադիր մյուս խմբակցություններին, որպես վարչապետի թեկնածու ներկայացված չընդունվեց միանշանակ, այսօր պատիվ ունեմ դաշինքը ներկայացրել է իր թեկնածուին, Մասի քաղաքապետին Դավիթին, որը ժողովուրդը այսպես թե այնպես լուրջ վերաբերվել չի կարող։ Սերժ Սարգսյանն ասում էր, որ այստեղ հարցը նա չէ, թե ում մենք առաջադրում, հարցը նա է, որ ամեն ձևով անենք, որ իշխանափոխություն լինի։ Դա ինչ է նշանակում։ Մենք ցավալի իրողություն ունենք 18 թվականին, կարևոր չէ թե ում հետևից, կարևոր իշխանափոխություն անելն էր, որի արդյունքում մենք հայտնվեցինք այս վիճակում, նախկին իշխանություններից, այսպես ասած, հիասթափված, զզված լինելով գնացինք մի process-ի, հեռուն չմտածելով, հեռուն չնայելով ունեցանք այսօրվա իրավիճակը։ Այսօր ուղղակի Սերժ Սարգսյանը կրկնում է նույն բանը, որը լուրջ ընդունել եւ լուրջ վերաբերվել այս process-ներին, կարծում եմ ծիծաղելի է։ Այսինքն կրկնում է նույն 18 թվականի։ 18, այսինքն կարևոր չէ տեխնացունով է, կարևոր չէ իրենից ինչ է ներկայացնում, կարևորը ձերբազատվել օրվա իշխանություններից։ Դա քաղաքական տրամաբանված լոզունգ չէ, կարգախոս չէ եւ չեմ կարծում, որ ժողովուրդը կարող է գնել։ Սա էլ է համարվում տապալված գործընթաց, եթե շոու է, իրենք արդեն գիտեն արդյունքը ինչպիսին է լինելու։ Միգուցե եւ չգիտեն, միգուցե եւ հույսեր ունեն, սակայն իմ տեսանկյունից սա հեռանկար չունեցող եւ վերջնական արդյունքի չհասնող process է, որը եւս տապալվելու է եւ այս process-ներին ականատես ենք լինելու մինչեւ 26 թվականի ընտրությունը։ Ընդ որում նույն Հակոբ Ասլանյանը այս եկեղեցու հետ կապված իրադարձությունները մատնանշում է, որ Նիկոլ Փաշինյանը ավելի լուրջ գործընթաց է կազմակերպել եւ մենք կտեսնենք շուտով, այսինքն ավելի անվտանգային իրավիճակի հետ կապված։ Եվ այս եկեղեցական թեմաները կարծես թե հասարակությանն են նետել որոշակի ավելի լուրջ իրողություններից շեղելու համար։ Ես կարծում եմ շատ ավելի լուրջ կգտնվեր իշխանությունները, եթե արձագանքեր Ադրբեջանի Պակիստանից նոր զենքի խմբականակի գնումներին, նոր օդանավների պայմանագրի կնքմանը եւ ընդհանուր թիվը բավականին մտահոգիչ է։ 20 քանի նախնական պայմանագիրը փոխարինվել է 40 նոր օդանավների, ռազմական օդանավների ձեռքբերմամբ, որին պետք է շատ ավելի լուրջ արձագանքեր Հայաստանի Հանրապետության իշխանությունները, քան եկեղեցական այս ճղճիմ խժդժությունները հրահրելը երկրում։ Եթե նորից եմ կրկնում, ես միանշանակ դեմ եմ այսօրվա կաթողիկոսին իր բոլոր գործընթացներով, գործողություններով, սակայն այն անձնական տիրույթում տեղի ունեցող, այսպես ասած, բամբասանքի բնույթի ոչ կոռեկտ հայտարարությունները ինձ համար անընդունելի են եւ կարծում եմ, եթե կան փաստեր եւ վստահ եմ, որ կան փաստեր, պետք է տեղի ունենա իրավական գործընթացներ։ Դուրս գան կարճատև գովազդային դադարի, որից հետո արդեն խոսենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին։ Հարգելի հայրենակիցներ, այժմ գովազդային դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը, հետևեք խնդրեմ։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։
Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կալենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Պահեցինք։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Գալստյան, Ալեն Բերսեին Երևանում է եւ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Այցը ինչի համար, ինչպես է գնահատում այս այցը։ Կարծում եմ Հայաստան բոլոր այցելությունները, թե արևմտյան կողմի, թե ռուսական կողմի ինքնանպատակ չեն եւ յուրաքանչյուրն ունի իր ակնկալիքը այս տարածաշրջանում իր նպատակները, այդ թվում եւ արևմուտքը։ Կարծում եմ Ռուսաստանը ամեն ինչ անում է այս տարածաշրջանից դուրս չգալու համար փորձել եզրեր գտնել, նաև ճնշումների մեխանիզմով, իսկ արևմուտքի ազդեցությունը գնալով ավելանում է ի շնորհիվ նաև հայ հասարակության պահանջին, հայ հասարակության այն մեսիջին, որ պատրաստ է գնալ եվրոպական ընտանիքի անդամ դառնալու ճանապարհով։ Դա խոսում է նաև այն մասին, որ մեր հասարակությունը հոգեբանորեն իսկապես ավելի իրեն եվրոպացի է համարում, քան ասիացի, որը այսպես թե այնպես չի կարողանում ընդունել Ռուսաստանը եւ փորձելու է ցանկացած ճանապարհով, ցանկացած եղանակով հետ պահել այդ գործընթացներից, բայց դրանց մեկնարկը կարծես թե տրված է եւ արևմուտքը դա շատ լավ հասկանում է։ Դա այնքան էլ կապված չէ գործող իշխանությունների քաղաքականության հետ, այնպես չէ որ գործող իշխանությունները այսպես ասած գրկաբաց սպասում են արևմուտքին կամ քայլեր են անում դեպի արևմուտք, որը ցույց է տալիս նաև նրանց այսպես ասած տարածաշրջանային հավասարակշռված քաղաքականությունը իրենց մեկնաբանությամբ մի տերմին ունեն, դա եմ ուզում հիշեմ,
բալանսավորված քաղաքականությունը, որը իմ կարծիքով անընդունելի է։ Բալանսավորված քաղաքականություն կարողանում են ունենալ տարածաշրջանում շատ թե քիչ ազդեցություն ունեցող պետությունները, այլ ոչ այսօրվա վիճակում գտնվող Հայաստանի Հանրապետությունը։ Նկատի ունեք, որ արևմուտքը դիրքավորում է տարածաշրջանում։ Կարծում եմ, այո, որովհետև շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանի թուլացումը սարերի հետ թուլանում է Ռուսաստանը եւ Ռուսաստանի այս տարածաշրջանից դուրս գալը, այսպես ասած, սարերի հետևում չէ։ Իսկ տարածաշրջանը վերահսկելը ցանկացած գերտերության, ցանկացած ուժային կենտրոնի կարևորագույն գործընթացներից մեկն է, կարևորագույն նպատակներից մեկն է, որին մենք ականատես ենք լինում։ Կարծում եմ, լուրջ ակնկալիքներ այս պահին այդ այցից ակնկալել հնարավոր չէ, բայց ուղղակի հենց այնպես այս դա համարել, ուղղակի պաշտոնական ֆորմալ առումով ձևական հանդիպում քայլերով իհարկե գնում ենք դեպի միանշանակ տեղավորվում են եւ դա շատ լավ է, շատ ցանկալի է, որովհետեւ արևմտյան ներդրման արդյունքում մենք կարող ենք ունենալ զարգացող տնտեսություն, ունենալ պաշտպանված բանակ, ունենալ նոր տեխնոլոգիաներ, որը չենք ունեցել վերջին 30 տարիներին հայ-ռուսական, այսպես ասած, ճակերտավոր բարեկամության դաշնակցային հարաբերության արդյունքում։ Եվ վերջին հարցս, պարոն Գալստյան, ինչու Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Լեռնային Ղարաբաղը անվանեց, բնութագրեց, որակեց որպես վիճելի տարածք։ Արդյոք չկար այլ համեմատական անելու եւ սա պատահական էր։ Մենք անմիջապես Զախարովայի արձագանքը տեսանք, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք։ Ինչու ասվեց, այլ տարբերակ չկար օրինակներ բերելու եւ Կարծում եմ դա եւս լեզվի սայթակում չէր եւ այս քաղաքական միտքը կարծես թե երկփեղկելու նպատակ էր ցույց տալու համար, որ ռուսական քաղաքական դաշտում կան նաև մարդիկ մտածողներ, որոնք կարծում են, որ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, Ղարաբաղի թեման դեռ ակտուալ է, սակայն պաշտոնապես Զախարովան հերքեց ինչի համար, հասկանալի է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններն այսօր անհամեմատ ավելի բարձր մակարդակի վրա են եւ Ռուսաստանը որպես դաշնակից դիտարկում է Ադրբեջանին, այլ ոչ Հայաստանին, այսպես չնայած շահարկում է Եվրասիական տնտեսական գոտու գործոնը, շահարկում է ՀԱՊԿ-ի անդամ լինելու գործոնը, սակայն բոլորիս ակնհայտ է, որ Ռուսաստանն այսօր լինելով նորից կրկնեմ դե յուրե դաշնակից պետություն դե ֆակտո ճիշտ հակառակ գծի վրա է։ Երևի թե այսօր այսքանով ավարտենք մեր հաղորդումը, խնդիրները բավականին շատ է, բայց կարծես թե եկեղեցու հետ կապված, ներքին քաղաքական կյանքում իմպիչմենթի հետ կապված մենք այս հարցերը քննարկեցինք, Ռուսաստանի Դաշնության վերաբերմունքը, հիշենք, որ Լավրովն էր վերջերս Հայաստանում, Մատվիենկոն էր այստեղ Հայաստանում, այսինքն ռուսական կողմից, ինչպես ասում եք, արևմուտքն է փոքր քայլերով փորձում տեղավորվել, դասավորվել տարածաշրջանում, նրանք էլ բավականին լուրջ մեծ քայլերով չեն ուզում այս տարածաշրջանը թողնել վերահսկողությունից, ընդ որում Սյունիքի շուրջ է հարցը, այդ քննարկումները դեսպանատան բացման հետ կապված արդիական։ Շատ լավ, ռուսները շատ լավ հասկանում են, որ ամենահավատարիմն ու այսպես ասած ենթարկվողը միշտ գոնե վերջին 200 տարում եղել ենք մենք, որովհետև Ադրբեջանն ունի շատ ավելի վստահելի հենարան դաշնակից, քան Ռուսաստանն է, Վրաստանը երբեք ինչքան էլ փորձենք ենթադրել, որ ռուսական ազդեցություն կա եւ ռուսական քաղաքականության ներդրում կա վերջին տարիներին, համենայն դեպս Վրաստանը նույնիսկ խորհրդային տարիներին ամենահակախորհրդային եւ հակառուսական կեցվածքն ունեցող պետություններից է եղել եւ Վրաստանը եւս իր համար խիստ որպես պլաստարմ, որպես բլոկպոստ վստահելի չէ։ Ամենավստահելին եւ ամենահարմար տարբերակը մենք ենք, ամենահլու հնազանդ ենթարկվող տարբերակը մենք ենք, հետեւաբար ամեն ինչ փորձելու անել մեր ձեռքից բաց չթողնել նույնիսկ խիստ ճնշումներով, թե տնտեսական, թե ինչու՞ չէ նաեւ եւ այս ներքաղաքական կյանքում տեղ ունեցող խմորումները հենց դրա հետ են միանշանակ, որովհետեւ չնայած այնպես չէ, որ գործող իշխանությունները խիստ հակառուսական կեցվածք ունեն եւ խիստ արևմտյան ուղղություն վերցնելու նպատակներ եւ ցանկություններ, սակայն Ռուսաստանին այս տարածաշրջանում հենց Հայաստանում պետք են շատ ավելի ղեկավարելի, շատ ավելի վստահելի
իշխանություններ, որ Հայաստանը հանգիստ կարողանան, այսպես ասած, պլաստիլինի նման ձևավորել իրենց պատկերացրածով։ Հայաստանը սարքել իրենց համար որպես ռազմական բազա, սարքել որպես ծայրամասային գավառ, սարքել, չգիտեմ, միութենական պետության ինչ-որ դե յուրե ինչ-որ մաս, որը այսպես տեմպես որևէ դիմագիծ չի ունենալու, պարզապես հայերով բնակեցված ռուսական կայազորին սպասարկող մի տարածք, որը անընդունելի է ցանկացած նորմալ մտածող հայ համար։ Մեր պետության համար, մեր ինքնության, մեր ինքնիշխանության, մեր պետականության կորուստը լինելու է վերջնակետը այս անգամ եւ բոլորս պետք է փորձենք ամուր կանգնել մեր պետականության կողքին։ Իշխանությունը կլինի գործող իշխանությունները, թե վաղը կգա շատ ավելի ստապ եւ առողջ քաղաքական ուժերի միավորում, որը կփոխարինի այս իշխանությանը, մեր համար ցանկացածից համար կարևորը մեր պետականության պահպանումը պետք է։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատերազմում հայրենիքից մի մաս են կորցրել, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի ինքնիշխան եւ անկախ է։ Չփորձեմ մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի ասածները։ Չենք մեկնաբանում, բայց կա դողատակեր եւ կան վտանգներ այդ հայտարարությունների մեջ։ Նաեւ, բայց քանի որ իշխանությունը այսօր Նիկոլ Փաշինյանին է, թողենք իր մեկնաբանություններն իրեն եւ կարծում եմ, որ 26 թվականը սարերի հետևում չէ եւ մեր ժողովուրդը ստապ գիտակցությամբ ճիշտ ընտրություն փորձի կատարել։ Ընտրության գնալու համար պետք է աշխատել, որ մարդիկ գնան ընտրության եւ ոչ թե։ Նաեւ պետք է ունենալ քաղաքական այնպիսի ուժեր եւ այնպիսի լիդերներ, որոնց կվստահի ժողովուրդը։ Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար, հետևենք զարգացումներին։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։